Շնորհակալ ենք, որ Աստված էլի մեզ այսպես ուրախություն տվեց, որ մենք միասին կարողանանք փառավորել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, մեր ամենակարող Աստծուն եւ ամեն ձևով ձգտենք, որպեսզի մեր կոչումը, ինչպես եղբայրը հիշեցրեց, իրական եղնի այն կոչումը, որի համար մենք այսօր այդ ուրախությունը ունենք ու փառք ենք տալի Տիրոջը։ Գիտեք, մի անգամ երբ որ հարցեր է առաջանում մարդկանց, նրանք ովքեր որ ուղղակի հավատում են Աստծո գոյությանը, բայց Աստծուն չեն ճանաչում ու չգիտեն Աստծուն, երբ որ հարցնում ես, որ դու կարիք ունես քննության քո հավատքի, երևի զարմանալու չի եղնի, չէ՞, որովհետև ճիշտ է որ ամեն մարդ ով որ այսօր ձևական հավատքի մեջ է գտնվում, միայն արտաքինով է իրան ցույց տալի, որ ինքը հավատում է Աստծուն, հասկանալի է, որ այդ մարդուն պետք է հիշեցնել ամեն անգամ։ Բայց երբ որ մի անգամ եղնում է, որ նույն այդ գաղափարը տալիս ենք մենք հավատացյալներին, մենք մեկս մեկիս ասում ենք քննեցեք ձեր հավատքը, մի քիչ զարմանալու է մի կողմից, բայց իրականում այդպես պետք է եղնի, որովհետև Աստծո խոսքը մեր Պողոս եղբայրը, որ Աստծո խոսքի մեջ գրել է իր այս խոսքը, մեզ հնարավորություն է տալի, որպեսզի մենք կարողանանք գիտենալ, որ իրականում յուրաքանչյուր հավատացյալ ճշմարտության մեջ գտնվող մարդ կարիք ունի իր հավատքի քննությանը։ Ես մի տեղ եմ ուզում կարդալ ու այդ տեղի համեմատ մենք այսօր մի փոքր կզրուցենք, որպեսզի նորից եւ նորից հասկանանք, թե ինչ ենք մենք մեզանից ներկայացնում, ինչպիսին է մեր հավատքը ու այդ հավատքի համեմատ կարողանանք ճիշտ ընթացք ունենալ։ Երկրորդ Կորինթացոց 13-րդ գլխի 5-րդ համարն եմ կարդում մենակ, 2 Коринфянам 13 глава 5 стих։ Անդում եմ ուշադիր լսեցեք։ Փորձեցեք ձեր անձերը, թե արդյոք հավատքումն եք, քննեցեք ձեր անձերը, կամ թե չգիտեք ձեր անձերը, որ Հիսուս Քրիստոսը ձեզանում է, միայն եթե անպիտան լինեք։ Գիտեք, մարդ արարածը մի այսպիսի արարած է, որն որ շատ անգամ ամենալավ ու ամենանշանակալի բանն էլ դարձնում է սովորություն։ Ու մենք գիտենք, որ այսօր նշանակալին մեզ համար հավատքն է, որի միջոցով մենք առաջնորդվում ենք ու գիտենք, որ վերջի վերջով այդ հավատքի միջոցով մենք երկինք պետք է ժառանգենք, որովհետև հավատք Հիսուս Քրիստոս դա միևնույն բան է ու դրա համար մենք հասկանում ենք, որ տարիների ընթացքում շատ անգամ փոխանակ մարդը ավելի աճի, ավելի հաստատվի հավատքի մեջը, նա կամաց սովորություն է դառնում հավատքին ու այդ հավատքը վերջի վերջով իր համար դառնում է սովորություն, իսկ դուք գիտեք, որ ոչ մի անգամ սովորությունը չի կարող մարդուն օգնի ինչ-որ մի բան անելու։ Սովորությունը շատ վատ բան է, որն մարդը իր կյանքի մեջ ունի ու մենք տեսնում ենք, որ շատ անգամ մարդիկ սովորելով տարիների ու տասնյակ տարիների ընթացքում եկեղեցի գալով, իրանք հավատքը դադարում են քննության ենթարկելու ու փոխանակ ավելի աճեն, մնում են նույն վիճակի մեջը։ Եթե հիշում եք, ամեն անգամ երբ որ մենք հաղորդության սեղանի ծառայություն ենք անցկացնում, մենք կարդում ենք առաջի Կորինթացոց 11-րդ գլխի այդ մի քանի համարները, որ ամեն անգամ կարդում ենք ու ես մի տեղ եմ ուզում կարդալ իվս մի անգամ, որ նույնպես կարող է պատահի մարդկանց համար սովորություն դառնա։ Առաջի Կորինթացոց 11-րդ գլխի 28 համարը։ 1 Коринфянам 11 глава 28 стих։ Թող մարդը փորձի իր անձը եւ ապա այն հացիցը ուտե եւ այն բաժակիցը խմե։ Մինչև անգամ բոլորս լավ գիտենք, չէ՞ որ հաղորդության սեղանի ծառայությունը շատ կարևոր ծառայություն է, դա Աստծո պատվիրանքն է ու մենք բոլորս էլ լավ գիտենք, որ այդ ծառայությունը կատարելով մենք հիշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահը եւ մի առանձնահատուկ ձևով ենք անում այդ բանը, երբ որ այնտեղ սեղանի վրա դրված է երկու տեսակի մթերքներ, հացը եւ բաժակի պարունակությունը, ինչի եմ ասում, մենք գինի ենք օգտագործում, բայց կան մարդիկ, ովքեր հյութ են օգտագործում, ամեն մեկը իր ձևով է անում, բայց մենք պետք է մենք գիտենք, որ դրանք շատ կարևոր բաներ են։
ու մարդը տարիների ընթացքում ամեն ամիս մեր մոտ ամեն ամսվա առաջի կիրակին է այդ բանը կատարվում ամեն ամիս կատարելով վերջի հնարավոր է որ սովորություն դարձնի դրան ու այն չափի երկուղացությամբ չմոտիկանա այդ սեղանի բարեկներին ինչ էլ որ Աստված տվել է մեզի որ մենք մոտիկանանք քննելով մեր անձը ինչ վիճակի մեջ են գտնվում Նույնպես էլ հավատքը կարող է մեր կյանքի մեջ հավատացյալ եմ, այս ժամանակին ապաշխարել, մկրտվել եմ, տարիների ու տասնյակ տարիների ընթացքում գալիս եմ եկեղեցի, ինչն է ինձի պակաս։ Ու մարդը դադարում է իր անձը քննելու, դադարում է իր հավատքի վիճակը նայելու ու կամաց փոխանակ դառնա հոսող ջուր։ Ու գիտեք, ամեն հոսող ջուրը զուլալ է։ Ինքը դառնում է կանգնա ջուր, որն որ վերջով ճահիճի է վերածվում։ Բալոտը ու սկսում է հոտել։ Մենք պետք է հասկանանք, որ մենք կարիք ունենք, շատ մեծ կարիք ունենք, որպեսզի ամեն անգամ քննելով մեր անձը, քննելով մեր հավատքը, գտնենք այն վիճակի մեջ, որն որ աճող հավատք է, աճող ու հաստատող հավատք, որն որ պետք է լինի, ինչպես են քննելու մեր անձը Գիտեք, գոյություն ունի մի քանի տեսակի քննություններ կամ մակերեսային քննություն, որն որ ցավոք սրտին շատ մարդիկ կարող է այդ վիճակի մեջ գտնվեն, երբ որ մարդը հիշելով իր անցյալը, ինքը ժամանակին հանավատ գտնվելով, հիշում է թե ինչ կյանքով էր ապրում, հետո իր փոխված կյանքը, այսինքն որոշ բաներ, ինչ որ անում էր, որ պետք է չաներ, հիմա էլ չի անում ու դրա վրա հիմնված ինքը մտածում է Քան մարդիկ կան, որ վերջի ժամանակին ալկոգոլիկներ էին, թմրամոլներ էին, նարկոմաններ, հայհոյող, անծող, ծախող եւ այլ մարդիկ, այլ գործողություն կատարող մարդիկ ու մարդը գալիս է ու վկայում է, որ ես ժամանակին այս էի, հիմա էլ այս չեմ։ Ու իր մեջ վկայություն ունի եւ ոչ միայն վկայություն, այլ ինքը այդ վիճակի մեջ գտնվելով ինքը կարող է բազմաթիվ վկաներ բերել, որ առաջ ինքը ինչ վիճակի մեջ էր գտնում ու հիմի ինքը դադարել է այդ սխալ գործողությունները կատարել։ Մեր շրջապատում ինչքան մարդիկ կային, որոնք որ միջև անգամ այդ մարդիկ այսօր հովվական ծառայությունների մեջ են գտնվում, որոնք որ խմող ալկոգոլիկներ են, մենք ունենք թմրամոլ ծանոթներ, որոնք էլ նույնպես Աստծո խոսքի քարոզիչներ են ու իրանք տարածում են ամբողջ աշխարհում մեկ Աստծո խոսքը, որ ժամանակին համարյա վերջացած թմրամոլ էին, կոնչինի, նարկոման է։ Այսօր նրանք ոչ թե դադարել են գործը կատարել, այլ ուրիշներին էլ են օգնում, որպեսզի նրանք այդ վիճակի մեջ գտնվեն։ Ծխողներ, անիծողներ, հայհոյողներ, որ ժամանակին դա իրանց համար կյանքի ընթացք էր, այսօր էլ այդ բաները չեն անում ու մենք բոլորս էլ կարող ենք մեր կյանքի մեջ ինչ որ օրինակներ բերել, որն որ մենք կարող ենք ասենք, որ առաջ ես անում եմ այս բանը, հիմա էլ չեմ անում։ Բայց գիտեք հիմնվելով մենակ այդ բանի վրա ինչ էի անում որ չպետք է անեի ու հիմի չեմ անում մենք շատ անգամ թողնում ենք ամենակարևոր բանը որն որ ավելի նշանակալի է Աստծո համար քան իհարկե մեղքից ազատվելը դա նույնպես նշանակալի է բայց Աստծո համար կան բաներ որն որ ավելի նշանակալի են դուք գիտեք որ հավատքի մեջ կա լավ եւ ավելի լավ նշանակալի եւ ավելի նշանակալի ու մենք պետք է հասկանանք որ գոյություն ունի իրական հավատքի գլխավոր վիճակը, որն որ հիմք է համարում քրիստոնեությանը, դա սերն է։ Ես տեղ միտեղ եմ ուզում կարդալ ձեզ համար Գաղատացոց 6-րդ գլխի 3-4 համարը ու շատ կարևոր է որպեսզի մենք այս համարները կարդալով քննության երթանկենք մեր հավատքը ու տեսնենք թե ինչքանով մենք առաջադիմել ենք մեր հավատքի մեջ ու միայն այն անցյալում թողած մեղքերը չէ որի վրա հիմնված ենք այլ այսօր ինչպիսի կյանքով ենք ապրում 6-րդ գլուխը Գաղատացոց մենք կարդանք 3-ից 4 համարները Галатам 6 глава с 3 по 4 стихи Շատերը լսեցեք որտեղ մեկը համարում է թե մի բան է եւ չէ Նա իր անձը խապում է, բայց ամեն մեկը թող իր գործը կշռե եւ ապա միայն իր անձի վրա բարձանք կունենա եւ ոչ թե ուրիշի վրա։ Հետաքրքիր բարախաղ այստեղ որ Աստված մեզ հնարավորություն է տալի հասկանալու, որովհետեւ եթե մեկը համարում է թե մի բան է եւ չէ,
Այն նորից եմ ասում, երբ որ մենք հիմնված ենք մեր անցյալում թողած մեղքերի վրա, ու մենք ամեն անգամ պարծանքով հիշում ենք, թե ինչքանով զորավոր է Աստված, որ մեզ օգնեց այս կամ այն մեղքերից ազատվելու, ու դա է մեր գլխավոր նշանակությունը մեր կյանքի մեջ, որն որ մեզ հնարավորություն է տալի, որ մենք ասենք, որ մենք ճշմարտության մեջ ենք, մենք բաց ենք թողնում մի կարևոր բան, դրա համար Պողոս Առաքյալը ասում է, թե մի բան է եւ չէ, եթե այսօր դու այս քո հավատքի կյանքի մեջ չունես հոգևոր աճ, երբ որ դու Աստծո սիրո մեջ չես աճում ու այդ սիրո մեջ չես հաստատված, որն նորից եմ ասում քրիստոնեության հիմքն է, բոլոր այն բաները, ինչ որ դու հիշում ես անցյալում, սա ամեն ինչը լավ է իհարկե, շատ երանելություն է, երբ որ դու կարող ես վկայես քո կյանքի մասին, որ դու կռվել ես եւ հաղթել ես այս կամ այն մեղքի հարցում, բայց մենք գիտեք ինչ նշանակություն ունի Աստծո համար սիրո վիճակը, երբ որ ոչ միայն մենք ասում ենք, որ մենք սիրում ենք Աստծուն, այլ սիրում ենք նաև մեկս մեկիս եւ նայեք ինչ է ասում այդ նույն 6-րդ գլխի առաջի երկու համարը։ Ես կարծում եմ, որ շատ անգամ ենք մենք կարդացել, բոլորս էլ լավ գիտենք, Գաղատացոց 6 առաջի երկրորդ համարները, տեսեք ինչ է ասում, Գալատам 6 глава, 1 и 2 стихи։ Եղբայր, եթե մեկը հանկարծ բռնվի մի հանցանքով, դուք որ հոգևոր եք, այնպիսին հաստատեցեք հեզության հոգով, զգուշացիր քո անձից, որ դու էլ չփորձվես։ Իրար վեր առեք եւ այսպես Քրիստոսի երանգ կատարեք։ Հետաքրքիր է գիտեք, որ երբ որ ես ասում եմ, որ ես ժամանակին հաղթել եմ մեղքերը, կարող է պատահի մի քանի մեղքեր, վկայում եմ դրա մասին, ու այսօր ապրում եմ տասնյակ տարիներ լինելով հավատքի մեջ, բայց ամեն անգամ ինձ առանձնացրած եմ համարում, այն բանի մեջ չեմ գտնվում, խմբի մեջ չեմ գտնվում, որտեղ որ մեկս մեկիս համար հոգս ենք անում, եթե տենում ենք ինչ-որ մեկը մեղքի մեջ է, ձգտում ենք նրան այդ վիճակից դուրս բերել, սիրով իհարկե, եթե տեսնում ենք ինչ-որ մեկը նեղության մեջ է, այդ նեղությունից դուրս բերելու ամեն ինչ անում ենք, երբ որ մարդը իրան մեկուսացնում է, հա, էլի գալիս է եկեղեցի, էլի ծառայությունները անցկացնում, բայց ինքը այս վիճակի մեջ չի, ինչպես որ ստեղ գրված է, որ եթե ինչ-որ մեկը մեկի մեջ բռնվի, դու որ հոգևոր ես, այսօր դու կարող ես հոգևոր լինես, վաղը դու կարող ես ընկած լինես, ուրիշը քեզ օգնի այդ վիճակից դուրս գալու, եթե մենք շատ անգամ անտարբեր ենք մարդկանց նեղությունների, դժվարությունների, ովքեր լավ վիճակի մեջ չեն գտնում, նայում ենք ու ասում ենք, մարդը ինքը հավատացյալ է, թող ինքը իր ելքը գտնի, մենք ոչինչ չենք անում, մենք շատ ցավալի վիճակի մեջ ենք գտնում։ Հակոբոս Առաքյալը մենք երեք ես մի քարոզ ենք լսում, Հակոբոս Առաքյալի խոսքերն է, որ ասում է ճշմարիտ աստվածապաշտությունը նրանում է կայանում, ու ինքը սկսում է բացատրել առաջի գլխի վերջի համարները, բացատրում է, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ հավատացյալը։ Նո ամեն ձևով ձգտելով այս միասնությունը պահպանելով մեկս մեկիս համար օգնական լինենք, որովհետև նորից հիշեցնում եմ մի կարևոր բան, որն որ մեզ հնարավորություն է տալի հասկանալու։ Պողոս Առաքյալը իր սիրելի եկեղեցուն, դուք գիտեք, որ Փիլիպպեցոց եկեղեցին Պողոս Առաքյալն առանձնահատուկ եկեղեցի էր, որովհետև երբ որ մենք կարդում ենք Փիլիպպեցոց թուղթը, մենք տեսնում ենք, որ այդ եկեղեցին չնայած որ աղքատ էր, չնայած որ ունևոր չէր, չնայած որ շատ մարդիկ այնտեղ նեղության մեջ էին գտնվում, բայց իրենց եղբոր համար, որն որ կալանքի մեջ էր գտնվում, հոգս էին անում ու ամեն ձևով օգնում էին նրան, որ նա նեղություն չկարի, բայց գիտեք, երբ որ մի անգամ այդպիսի բաներ են անում ու մենք հիշում ենք մի կարևոր բան, նայեք ինչ է ասում Փիլիպպեցոց 2-րդ գլխի առաջի 4 համարները։ Պողոս Առաքյալը այդ եկեղեցուն ասում, այն եկեղեցին, որն որ շատ մեծ գործ է կատարել Պողոս Առաքյալի կյանքի մեջ ու նրան օգտակար է եղել, երբ որ նա նեղության մեջ է գտնվում, ինչ է ասում նա։ Ուրեմն Ֆիլիպպийцам 2 глава с 1 стиха начиная. Արդ եթե մխիթարություն կա Քրիստոսով, եթե սերից փոփություն, եթե հոգու հաղորդակցություն, եթե գծածություն եւ ողորմություն, ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտք ունենաք, նույն սեր ունենալով, միաշունչ եւ միևնույն խորհեք, ոչ մի բան չլինի գրգռումով եւ ոչ էլ սնապարտությունով, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարե։ Մենակ ձեր անձերի բաները մտիկ չտաք, այլ ամեն մեկը իր ընկերին բաներն է։
Գիտեք, այստեղ ինչքան կարևորություն կա, որպեսզի մենք կարողանանք հասկանանք։ Նոր քիչ առաջ Գաղատացոց թուղթն ենք կարդում ու մենք հիշեցինք այս կարևոր գաղափարը։ Տեսեք ինչ է ասում Գաղատացոց 6:2-ը։ Մի անգամ եմ կրկնում։ Իրար բեր արեք եւ այդպիսով Քրիստոսի օրենքը կատարեք։ Ո՞րն է Քրիստոսի օրենքը։ Ամենակարևոր օրենքը, սիրո օրենքը։ Գիտեք, եթե ես չսիրեմ, ես ոչ մի անգամ հոգ չեմ անի իմ դիմացի գտնվող մարդու համար։ Մենակ սիրելով կարող եմ ամեն ինչ անել ու երբ որ ես բարձենում եմ իմ հաղթանակներով, մեղքի հանդեպ հաղթանակներով, բայց եկեղեցում գտնվում եմ մի տեսակ մեկուսացած վիճակի մեջ, անտարբեր մարդկանց կատարած գործողություններին, ով ինչ է անում, ինչ վիճակի մեջ է գտնում, նստած եմ ինձ համար, ամեն կերակի գալիս եմ ծառայություններին մասնակցում եմ, բայց այնպես չեմ, ինչպես որ Աստված է ուզում որ լինեմ, գիտեք, ոչ մի օգուտ չունեմ իմ կյանքի մեջ։ Դրա համար մենք ամեն անգամ պետք է մեր հավատքը քննելով գանք այն կարևոր եզրակացության իմ սիրելիներ, որ ինչ եմ անում այստեղ ես եկեղեցում։ Որտեւ եթե ես եկեղեցում չեմ անում այն ինչ որ պետք է, Աստված չէ որ ինձ ասում է որ գնացեք եւ ամբողջ աշխարհը ավետարան քարոզեցեք։ Այն աշխարհը, որն որ թշնամի է ասում, ես պետք է գնամ այնտեղ քարոզեմ մարդկանց։ Ու իմ ոնց որ ասում են մարզատ դաշտը եկեղեցին է, որտեղ որ ես պետք է եկեղեցում ցույց տամ թե ով եմ ես եւ ինչքանով եմ հոգատար իմ քույր եղբայրներին, որոնց հետ պետք է ես հավիտենականություն ապրեմ։ Էլի մի անգամ Ֆիլիպեցոց 2:4 համարը, նայեք ինչ է ասում. մենակ ձեր անձերի բաները մտիկ չտակ, այլ ամեն մեկը իր ընկերի բաներն են։ Եթե ինչ որ մի բան կա այս կյանքի մեջ, գիտեք, նորից եմ ասում, անկումներ է լինում, նեղություններ է եղնում եւ ուրիշ շատ բաներ, եթե կան մոմենտներ, երբ որ ես տեսնում եմ, բայց անտարբեր եմ, մտածենք դրա մասին։ Մտածենք ինչի ենք մենք անտարբեր, ինչի չենք ուզում որպեսզի օգտակար լինել ինչ որ մեկին, թեկուզ մենք գիտենք որ այդ մեկը այսօրվա դրությունում վատ վիճակի մեջ է գտնում։ Նայեք կա եւս մեկ կարևոր բան հավատքի քննության մեջ, քանի որ մեղքը մենք հակում ունենք կասկածելու, հետաքրքիր է գիտեք, ամեն մեկս ունենք հակում կասկածելու, մենք կարող ենք շատ անգամ կասկածի վիճակի մեջ գտնվել եւ շատ անգամ մտածել թե ինչի է այս բաները կատարում մեր կյանքի մեջ։ Ինչի Աստված շատ անգամ մեր աղոթքի պատասխանը չի տալի։ Ինչի Աստված, երբ որ մենք խնդրում ենք մի հասարակ բաները անտարբեր է մեր խնդրանքներին ու շատ անգամ մեր խնդրանքի պատասխանը չի տալի։ Ուրիշները գալիս են ու սկսում են ասել. ժողովուրդ, դու գիտեք որ երբ որ Աստված չի լսում ձեզի, ուրեմն ինքը ձեզ որպես որդի չի ընդունում։ Հիշում եք, չէ՞, մենք էլի մի անգամ հիշենք Եբրայեցոց թղթի հեղինակը, եթե Աստված մեզ հետ ինչպես որդիների հետ չի վարվում, այսինքն չի պատժում, դժվարությունների մեջ մեզ չի օգնում, գրված է մենք խորթ ենք եւ ոչ որդի։ Ու շատ անգամ այսօր քարոզչություններ է գալիս, որ ասում են, եթե դու աղոթք ես անում, Աստված չի լսում, առաջինը ինչ էլ որ մենք տեսնում ենք, Աստված քեզ որպես որդի չի ընդունում։ Գիտեք, Աստված այնքան է սիրում մարդուն, որ շատ անգամ, երբ որ մենք աղոթք ենք անում, խնդրում ենք ինչ որ մի բան, Աստված գիտե որ այդ բանը տալով կարող է մենք ավելի վատ վիճակի մեջ գտնվենք, դրա համար էլ չի տալիս։ Ոչ թե դրա համար որ ինքը մեզ որդի չի համարում։ Քննելով մեր անձը, եթե մեր կյանքը ճիշտ ընթացք ունի, իմ սիրելիներ, եթե մենք ուզում ենք, հասկանում ենք որ մենք ապրում ենք մի կյանքով, որտեղ որ Աստծո կամքը մեզ համար կարևոր է, չէ որ մենք բոլորս ամեն մեկս գիտենք մեր կյանքը։ Ես չգիտեմ ձեր լրիվ կյանքը ինչպիսին են, դուք էլ իմ կյանքը, բայց մենք մեր կյանքը գիտենք։ Եթե մեր կյանքի մեջ ճիշտ ընթացք ունենք, ու երբ որ ես աղոթք եմ անում, Աստված իմ աղոթքի պատասխանը չի տալի այնպեսին ինչպիսին որ ես եմ ուզում։ Ուրեմն Աստված տեսնում է իմ կյանքի մեջ որ այդ պատասխանը ինձ կարող է ավելի վնասել, քան թե օգուտ բերել։
ու դրա համար էլ չի տալի։ Երբ որ հիվանդ եմ ու ես աղոթք եմ անում, Տեր, ինձ օգնի, որ ես բժշկվեմ, ու Աստված չի տալիս այդ բժշկությունը, սա չի նշանակում, որ Աստված չի սիրում մեզ ու որպես որդի չի ընդունում։ Աստված գիտե, որ կարող է պատահի այդ վիճակի մեջ դու ավելի լավ հավատացյալ լինես, քան երբ որ դու առողջության մեջ։ Պողոս առաքյալի խոսքերը հիշենք, երբ որ ինքը աղոթք արեց 3 անգամ ու Աստված նրա աղոթքին ասեց ոչ։ Ինչ արեց Պողոսը, հիասթափվեց, ասեց ով Աստված, մի բան խնդրեցի էլի, այդ մի բան էլ չտայր, դու խոմ գիտես որ ես խնդրում եմ դրա համար որ ավելի լավ ծառայեմ քեզ։ Տերը ասում է բավական է այն շնորհքը, ինչ որ տվեցի քեզի։ Ու միանգամից Պողոս առաքյալը հասկացա որ այդ շնորհքի այդ իր վիճակով նա ավելի շատ կփառավորի Աստծուն քան այն ժամանակ, երբ որ ինքը իր խնդրանքի պատասխանը ստանա։ Հասկանում ենք մենք դա թե չէ, ուրիշներին լսելով մենք կարող ենք շատ անգամ կասկածի տակ գցել Աստծո ողորմությունը, բայց Աստված ողորմած է։ Այն որ այսօր միլիարդավոր մարդկանց մեջ է, Աստված ընտրել է մեզի ժողովուրդ։ Մենք այստեղ ենք գտնվում ու լսում ենք ճշմարիտ խոսքը։ Տեսեք ինչքան այդ դուս եկեք Կիրակի օրը մարդիկ փողոցներում լիքը ֆարֆարում են, ման են գալիս։ Իրանց համար դիպ մեկը Աստված Կիրակի օրը, որն որ պետք է լինի մարդկանց համար Աստծո հետ հանդիպման օրը, իրանք հանդիպում են մեկը մեկի հետ, զբոսնում են, ես իմ ռեստորաններում լիքը նստած եմ, բայց մեզ Աստված բերել է այստեղ, որպեսզի դաստիարակի հասկացնի։ Ու նայեք ինչքան երանելի ենք մենք ու հետո էլ մենք պետք է ինչ որ բողոքներ ներկայացնենք Աստծուն, ով Աստված, ինչի մեր աղոթքները չես լսում։ Ինքը լսում է մեր աղոթքները, ուղղակի ինքը գիտե մեզ ավելի լավ, քան մենք ինքներս ժողովուրդ։ Մենք կարող ենք ասենք ով Աստված, ես գիտեմ, որ ես եթե ավելի լավ վիճակի մեջ գտնեմ, ես ավելի լավ կծառայեմ քեզի, բայց Աստված գիտե, որ այդպես չի, դրա համար չի տալի պատասխան։ Եթե Աստված գիտենալ, որ մենք այդպես կերնենք, անպայման ճիշտ այդպիսի պատասխան կտար, ինչպես որ պետք է, դրա համար առաջինը ինչ էլ որ կարևորը մեզ համար, որ Աստված իրականում սիրում է մեզի ու մեզ համար հոգս է անում ու մեր քննությունը, հավատքի քննությունը շատ կարևոր է, որ մենք կասկածներից ազատվենք, որ իրականում Աստված սիրելով մեզի ուզում է, որպեսզի այնպես եղնենք, ինչպես որ կանք։ Երկրորդ կարևոր բանը, ինչ որ Աստված մեզ հիշեցնում է, առաջինը չմոռանանք ամենագլխավոր համարներից մեկը ինչ որ ավետարանում կա, որն որ մեզ հնարավորություն է տալի հասկանալու իրականում Աստված սիրում է։ Հիշում եք, չէ՞, Հովանու 3:16-ը։ Կարծեմ որ ոչ մեկս բոլորս էլ անգիր գիտենք, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստծո սերը այնքան մեծ է, որ քիչ առաջ էլ եղբայրները հիշեցրեցին, որ Աստված այնքան սիրեց մեզի, այնքան մեծ սեր է նրա մեր հանդեպ, որ միջև անգամ իր ամենաթանկը տվեց, որպեսզի մենք հավիտենական կորուստի չգնանք, այլ հավիտենական կյանք ունենանք։ Էսի բավական չի մեզի։ Ինչ որ մի հարցերի շուրջը մեր աղոթքների պատասխան չստանալը մեզ արդյոք պետք է որ կասկածի մեջ գցի Աստծո ողորմությունը։ Իհարկե ոչ։ Երկրորդ կարևոր բանը, որ էլի նույնպես սատանան շշուկով ասում է մեզի, ուրեմն Աստված ամենակարող չի։ Եթե ամենակարող եղներ, այն էլեմենտար բաները, որ մեր կյանքի մեջ կա ու խնդրում ենք ու չենք պատասխան ստանում, ուրեմն չի կարող Աստված անել այդ բանը։ Ու սատանան շատ անգամ հաջողությունների է հասնում, որ հետո մարդիկ սկսում են մտածել, ուզում եմ միտեղ կարդալ ձեզ համար Հռոմեացու թղթի մեջ է, որ մենք նորից եւ նորից հասկանանք ինչքանով է Աստված ամենակարող ու մեր կասկածները ոչ մի տեղի չի եւ մենք պետք է հասկանանք, որ անպայման չի որ ես հիմի աղոթք արեցի ու այդ աղոթքը միանգամից պատասխան տա։ Ժամանակ է պետք, իմ սիրելիներ, ու այդ ժամանակը ոչ թե մենք ենք որոշում, այլ ինքը Աստված։ Աբրահամին եմ ուզում օրինակ բերել ու Պողոս առաքյալը հենց դրան էլ օրինակ բերելով Հռոմեացու 4 գլխի 17-22 համարներում տեսեք ինչ է ասում։ Римлянам 4 глава 17-20 стихи։ Ինչպես էլ որ գրված է թե շատ ազգերի հայր արի քեզ Աստծո առաջին, որին հավատաց, որ մեռելներին կենթանի է անում եւ չլինող բաներ լինողների պես է կանչում, որ առանց հույսի
Հույսով հավատաց թե շատ ազգերի հայր կլինի։ Ինչպես ասվեցավ թե այդպես պիտի լինի քո զավակը, եւ չտկարացավ հավատքով։ Այսինքն մտիկ չարավ իր մարմնին, որ արդեն մեռած էր։ Ինքը իբրև հարյուրամյա լինելով եւ ոչ էլ Սարայի արգանդի մեռած լինելով։ Եվ Աստծո խոստմունքի համեմատ չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվավ եւ իր մտքում համոզված էր թե նա որ խոստացավ կարող է եւ անել, նրա համար արդարություն համարվեցավ նրան։ Գիտեք, հետաքրքիր բան, Աբրահամը 75 տարեկան էր, երբ որ Աստված խոսք տվեց որ իրան պետք է զավակ տա։ 25 տարի անցավ, այստեղ գրված է արդեն հարյուրամյա Աբրահամի վիճակը։ 25 տարվա ընթացքում Աբրահամը պետք է որ կասկածեր Աստծո ճշմարտության, Աստծո ողորմությանը, Աստծո ամենակարողության վրա։ Ով Աստված խոսք տվեցի, լավ անցավ 5 տարի, 10 տարի, 15, 25 տարի։ Ու այն էլ այն ժամանակ, երբ որ ինքը որպես տղամարդ դադարեց լինելուն, դուք լավ գիտեք, այսօր բոլորս մեծահասակներ ենք, ինչ է նշանակում դա, եւ իր կինն էլ արդեն չուներ այն կարողությունը, որ երեխա ունենար։ Ու երբ որ վերջի անգամ Աստված եկավ Աբրահամի մոտ ու ասեց, որ դու եկող տարի երեխա կունենաս, հիշում եք Սարան, ինքն էլ իր Աբրահամի կին լինելով ծիծաղեց։ Ոնց պետք է ես կին երեխա ունենամ։ Ես ինքը իր մարմինը խոմ գիտեր, բայց Աբրահամը չերկմտեց։ Աբրահամը շարունակում էր հավատքի մեջ մնալ։ Ես համոզված եմ, որ ինքը միշտ էլ իր հավատքի քննությունը ուներ։ Որովհետև հասկանում էր, որ Աստված որ ասեց անպայման կանի։ Ու դու գիտեք որ հարյուրամյա Աբրահամը ունեցավ զավակ, Իսահակին ունեցավ։ Ինքը հավատաց, սիրելիներ, կասկած չի կարելի ունենալ մարդու կյանքի մեջ, որովհետև մենք ապրում ենք այս կյանքի մեջ ու գիտենալով, որ մեր ամենակարող Աստված մեզ սիրում է, մենք մեր աղոթքները պետք է այն ուղղությունով գնա, որ մենք հասկանանք, որ եթե ես մի բան խնդրում եմ ու Աստված չի տալի, դա չի նշանակում, որ Աստված մեզ անտեսում է կամ մոռացել է մեր մասին, կամ թեկուզ Աստված ամենակարող չի, որ ամեն ինչ կարող է անել, դա նշանակում է, որ Աստված ուզում է, որպեսզի մենք մեր հավատքը քննելով նորից ու նորից հիշենք, որ ինքը սիրող Աստված է, ինքը հոգատար Աստված է, ու ինքը ամեն ինչ անում է, որ ոչ թե մեր մարմինները լավանա, ամեն ինչ լավ վիճակի մեջ գտնի, ոչ թե մեր գրպանները փողերով լցվի, այլ մեր հոգիները փրկվի։ Նա մեր մարմինների վրա այնքան ուշադրություն չի դարձնում, չնայած որ մենք բոլորս գիտենք, որ այսօր ինչ որ ունենք, ինչով ապրում ենք, ուտում ենք, խմում ենք, ամեն ինչ Աստծո շնորհքն է։ Բոլորս լավ գիտենք, որ եթե Աստված չտա, մենք ոչ մի բանին չենք հասնի։ Բայց միևնույն ժամանակ, երբ որ այս կամ այն հարցերի մեջ կան կասկածներ, պետք է կասկածները մի կողմ դնել, որովհետև այս մարդը 25 տարի սպասում էր երեխային։ 25 տարի ինքը հասկանում էր, որ Աստված խոստացավ կատարի։ Միջև անգամ այն ժամանակ, երբ որ ինքը արդեն դադարեց լինելու այն վիճակի մեջ, որ կարող էր երեխա ունենալ, միևնույն է ինքը էլի շարունակում էր հավատալ ու վերջիվերջով իր հավատքը իրեն արդարություն համարվեց։ Մենք այսօր ավելի ավելի բարձր վիճակի մեջ գտնվելով, որովհետև այն ժամանակ դեռ Հիսուսը չէր ծնվել ու Հիսուսը չէր մեռել մարդկության համար։ Մեզ համար Հիսուսը արդեն մեռել է։ 2000 տարի առաջ մեզ հնարավորություն տալով հավիտենական կորուստից ազատվելու, մենք այսօր ապրում ենք այս կյանքի մեջ, որպեսզի մենք կարողանանք փառավորել Նրան, ոչ թե կասկածել, փառավորել Նրան, որ իսկականում արժանի է փառքի, պատվի, երկրապագության։ Իմ սիրելիներ, երբ որ մենք հիշում ենք Տիրոջ արած գործողությունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի արած գործողությունը, կասկածի տեղ պետք է լինի թե չէ։ Միայն այն դեպքում, երբ որ մենք դադարել ենք մեր հավատքը քննելուց եւ մենք ավտոմատորեն ապրում ենք այս կյանքի մեջ ինքնահոս գնալով, գլորվելով եւ ոչ թե բարձրանալով դեպի վերևը։ Այն ժամանակ իհարկե կասկածները կգան, հետո կգա հիասթափություններ։ Ամենացավը երրորդ կարևոր բանը, որն որ քննության, հավատքի քննության չքննության հետևանքն է, երբ որ մարդը չի քննում իր հավատքը, հիասթափությունն է։ Պատկերացրեք Աբրահամին։
տարիների ընթացքում Աստծո խոստումը չկատարելով ինչ մեծ հիասթափություն պետք է վերապրել այդ աջրավորությունը։ Աստված ասեց չարեց։ Արդեն վերջ, ես արդեն մեռած վիճակի մեջ եմ գտնում։ Մարմինս արդեն մեռած է։ Եվ հնարավոր չի, բայց Աստված գիտեք տալիս է մեզ հնարավորություն քննելու մեր անձը, տալիս է մեզ հնարավորություն, որ մենք նայելով մեր կյանքի մեջ տեսնենք, թե ինչքանով ենք մենք անկախ նրանից, թե ինչպես է Աստված մեր հետ վարվում, ինչպես է մեր խնդրանքների պատասխանը տալի, մենք ոչ թե հիասթափվենք Աստծուց, այլ ավելի ու ավելի հաստատվենք, որ ուրիշներին է կարողանանք ասենք, ու ժողովուրդ, մենք մի Աստված ունենք, որն որ մեզ սիրում է, ու այդ սերը ինքը ոչ թե խոսքով է միայն ասում, այլ ապացուցեց իր ամենամեծ զոհաբերությունով, երբ որ իր միածին որդուն տվեց։ Գիտեք, երբ որ կան կասկածներ, երբ որ կան հիասթափություններ, շատ անգամ մենք չկարողանանք պահել մեզի ու մենք չկարողանանք ցույց տալ մեր շուրջը գտնվող մարդկանց, որ մենք կասկածող կամ հիասթափված մեկ ենք։ Երբ որ կան այդ բաները, զգույշ պետք է լինենք, որովհետև կյանքը գնում է եւ մեր հավատքը շարունակում է։ Մենք լավ գիտենք, որ ով որ մինչև վերջ համբերի նա կփրկվի։ Ու մեր կյանքը մեր կողմից չի որոշված, որ այսքան կամ սրանից ավելի։ Մենք գիտենք, որ Աստված է որոշել մեր կյանքը ու ինքը ասել է, որ մինչև վերջ համբերողը անպայման երկնքի արքայությունը կժառանգի։ Ճանապարհը գնում ենք, ճանապարհում շատ բաներ կարող է լինի։ Կարող է պատահի կասկածներ, հիասթափություններ, բայց երբ որ հավատքը քննողությամբ է ենթարկվում, մենք նորից հասկանում ենք, որ մենք ծառայում ենք ու փառավորում ենք մեկին, որն որ ամենակարող Աստված է, սիրող եւ ողորմող Աստված։ Ու վերջում տեսեք, ես մի տեղ եմ ուզում կարդալ ձեզ համար, որն որ Պողոս Արաքյալի ասած խոսքերն է, բայց այստեղ Պողոս Արաքյալը այնպես հիասմունքով է ասում, որ մենք ամեն մեկս, եթե ճիշտ մեր հավատքը քննության ենթարկենք ու ճիշտ հասկանանք, որ ինչքանով երանելի ենք մենք, որ մեզ Աստված որպես իր որդիներ է ընդունում, տեսեք Պողոս Արաքյալի հիանալու խոսքերը, ինչպես է հիանում իր Աստծով, մենք էլ պետք է այդպես անենք։ Հռոմեացուս 11-րդ գլուխ 33 համարից սկսած։ Римлянам 11 глава с 33 стиха начиная. Ով Աստծո մեծության իմաստության գիտության խորություն, ինչպես անքննելի են նրա դատաստանները եւ անհասկանալի են նրա ճանապարհները, որտեղ ով գիտես Տիրոջ միտքը, կամ ով եղավ նրա խորհրդակիցը, կամ ով նրա առաջուց մի բան տվավ, որ նրա հատուցումը առնե նրանից, որտեղ նրանից եւ նրանով եւ դեպի նա է ամեն բան, նրան փառք հավիտյանս հավիտյանից ամին։ Աստծո խորությունը, ինչքանով ով Աստծո մեծություն եւ իմաստության եւ գիտության խորություն, ինչպիսի անքննելի են քո ճանապարհները։ Իրականում Աստված բաներ է անում մեր կյանքի մեջ, որ մեզ համար այսօր շատ անգամ անհասկանալի է։ Մեզ համար շատ անգամ մտածել այդ ուղղությունով դժվար է, բայց նորից եմ ասում, շատ անգամ հավատքի քննությունը մեզ օգնում է, որպեսզի մենք հասկանանք Աստծուն ու կարողանանք շնորհակալություն հայտնենք, ոչ թե միայն այն ժամանակ, երբ որ ամեն ինչ մեր կյանքի մեջ լավ է, ինչպես անում են նաև անհավատները, այլ այն ժամանակ էլ, երբ որ մեր կյանքի մեջ նեղություն կա։ Հիշենք Հոբին, հիշենք Դավիթին, հիշենք մյուսներին, ովքեր որ իրանց կյանքի մեջ նեղություններ կրեցին, դժվարություններ, ամեն ինչ որ կար կյանքի մեջ է, բայց իրանք մինչև վերջի շունչը Աստծուն փառավորեցին։ Եվ այսօր մենք բոլորս էլ առանց կասկածի համոզված ենք, որ իրանք երկնքում հավիտենական կյանքի մեջ են գտնում։ Նույնն էլ մենք պետք է լինենք, իմ սիրելիներ, մենք պետք է ձգտենք ամեն ձևով այնպես անել, որպեսզի մենակ մեր մեղքերի հաղթանակով չպարծենանք, այլ կարողանանք նորից եւ նորից համոզված գիտենալ, որ մենք սիրող Աստծո սիրող զավակներն ենք, որոնք որ Աստծո սերը ունենք մեկս մեկից հանդեպ եւ կարող ենք հոգատար լինել,
որոնք որ կասկած չունեն Աստծո հանդեպ ոչ մի բանումը, թեկուզ եւ շատ անգամ Աստված մեր խնդրանքներին պատասխան չի տալի եւ ոչ մի անգամ մենք չենք հիասթափված Աստծո, այլ ամեն անգամ հիշելով նրան միայն փառք ենք ուզում տալ, որովհետեւ ինքը եւ միայն ինքն է որ արժանի է փառքի, պատվի, երկրապագության։ Այս ամենը խնդրում ենք քեզանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամին։